Սիրելի ֆուտբոլասերներ, տեսնում ենք այսօրվա երկրորդ հանդիպումն է մեզ մոտ մեկնարկում, որտեղ մրցում են միմյանց հետ Սելտան եւ Մանչեսթեր Սիթին, նշեմ, որ առաջին խաղում Մանչեսթեր Սիթին 4-2 հաշվով հաղթեց Սելտային, հրաշալի հանդիպում ստացվեց այդ խաղում, տեսնենք երկրորդ այս դիմակայության երկրորդ հանդիպումը ինչպես կավարտվի եւ ի վերջո վերջնական արդյունքներով ով կանցնի հաջորդ փուլ, տեսնում ենք Սելտայի ֆուտբոլիստները դաշտի կենտրոնից սկսեցին հանդիպումը։ Հիմա անցնենք թիմերի հիմնական հայտարարություններին։ Սելտայի դարպասը պաշտպանում է համար 1 Լեո Պապյանը, համար 4 Ավետիս Դուրգարյան, համար 5 Աշոտ Բորյան, համար 7 Դավիթ Հարությունյան, համար 10 Արման Պալջյան, թիմի ավակ համար 11 Գարիկ Սենեկ Քերիմյան, համար 12 Դավիթ Հարությունյան, համար 17 Արամ Եմգիբարյան եւ համար 30 Անրի Խալացյան։ Սիթի դարպասը պաշտպանում է համար 1։ Հիմա վտանգավոր կարող է լինել հենց առաջին գրով Սելտան կարող էր հենց մեկնարկում հանդիպման հաշիվը բացել, բայց Սենեկ Քերիմյանի փոխանցումը այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց։ Սիթի դարպասը պաշտպանում է համար 1 Վայ Մուրադյանը, համար 4 Ռոբ Խլղացյան, համար 6 Ռոմիկ Սարգսյան, թիմի ավակ համար 7 Անատոլի Գաբրիելյան, համար 8 Անդրանիկ Բաղրամյան, համար 14 Արշակ Պողոսյան, համար 17 Գերա Կոստենկով եւ համար 19 Ռաֆիկ Ղարիբյան։ Տեսնում ենք շատ ակտիվ է հիմա մեկնարկել խաղը Սելտան եւ հենց խաղի մեկնարկում փորձում են հանդիպման հաշիվը բացել։ Երկար փոխանցում Ղարիբյանը այստեղ լավ գործեց պաշտպանությունում եւ հիմա Սիթին է փորձում իր առաջին գրով կազմակերպել այս խաղում։ Խողացյանի փոխանցումը հասցեատեր չունեցավ։ Նորից գնդակը անցավ Սիթին, Բաղրամյան Թողնում է գնդակը Խլղացյանին, հերվից արված Խլղացյան փրկում է իր թիմին, հիմա Լեո Պապյանը, ուղիղ Պապյանի վրա հարված կատարեց հիմա Խլղացյանը, առաջին հարվածը տեսանք Սիթիի կատարմամբ այս խաղում, Սելտան է անցել գրոյի հրաշալի գործեց Հարությունյան, այստեղ Դավիթ Հարությունյան մի փոքր խճճվեց, փոխանցեց թիմակցին, Դուրգարյանը հարված փակում է Դուրգարյանի հարվածի ճանապարհը Սելտայի ներողություն Սիթի ֆուտբոլիստը Նորից անցավ հերթական գրոյի Սիթին հրաշալի անցումներ տեսանք Սիթի ֆուտբոլիստի կողմից այս պաշտպանությունում լավ գործեցին Սելտայի ֆուտբոլիստները գերազանց գործեց Խլղացյանը պաշտպանությունում նորից անցավ գնդակը Սիթին Պողոսյան կենտրոնում է Պողոսյանը Մակիս է փնտրում առանցքի շուրջ պտտվեց Արշակ Պողոսյանի ի վերջո Խլղացյանին փոխանցեց փոխանցում հիմա երկար կատարեց Խլղացյանը հարվածը Կոստենկովի փրկում է Պապյանը երկրորդ վտանգավոր
Արվածը տեսանք արդեն City-ի կատարմամբ այս խաղում։ Պողոսյանն իմ էլ երվից արվածում նորից գեղեցիկ սեյվով փրկում է իր թիմին Լեո Պապյանը։ Հերար արված տեսանք հիմա Արշակ Պողոսյանի կողմից, բայց փրկում է իր թիմին Լեո Պապյանը, հիմա անկյունային են վաստակել City ֆուտբոլիստները առաջին անկյունային է այս խաղի, քահարկեցին գնդակը, Գաբրիելյանն է գնդակով, փոխանցեց Պողոսյանին, Պողոսյանը աչեզնում է, անցում, հրաշալի գործեցին, Բաղրամյան արված նորից Պապյանն է փրկում իր թիմին և հեռացված է գնդակը, մեծացրել է այս 1-2 րոպեներին իր ճնշումը City-ն նորից անցավ գրոյի Manchester City-ն Պողոսյան բայց խլեց Դուրգարյանը նրանից գնդակը նորից Պողոսյանը այստեղ վերադարձեց գնդակը Բաղրամյան լավ խաղարկում Կոստենկով փոխանցման ճանապարհը փակեցին եւ կարծես թե նորից անկյունային է լինելու Սելտայի դարպասին խաղարկեցին այստեղ գնդակը Պողոսյան թողնում է Գաբրիելյանին գնդակը Կոստենկով բայց չկարողացավ ֆիքսել այստեղ գնդակը Կոստենկովը եւ կտեսնենք հարված Լեո Պապյանի դարպասից նշեմ որ այսօր City-ի կազմում բացակայում է Արթուր Ալավերդյանը, նա առանցքային խաղացողներից մեկն է իր թիմում։ Արագ խաղարկեցին գնդակը այստեղ Սելտայի ֆուտբոլիստները։ Հարությունյանն է շարժվում առաջ։ Հերվից արված Հարությունյան աշիվը բացված է գոլ, 1-0։ Դավիթ Հարությունյան 1-0 հաշիվը բացված է մեզ մոտ ընդհանուր դիմակայության հաշիվն էլ 4-3 օգուտ Manchester City տեսանք մի քանի հարվածներ վտանգավոր City-ի կողմից նրանց հարվածները փրկեց Լեո Պապյանը իսկ հաջորդ դրվագում կարողացավ հերվից հիանալի գոլեղինակ դառնալ Հարությունյանը եւ հաշիվը բացել Հիմա տեսնենք այս գոլին ինչպես կպատասխանի City-ն Անցած խաղում էլ տեսանք գեղեցիկ հերվից կատարած հարվածով գոլեղինակ դարձավ Դավիթ Հարությունյանը Այսօր էլ նա աչքի ընկավ գոլով Հիմա նա է գնդակով դաշտի կենտրոնում է, բայց Պողոսյանը նա այդ պայքարում լավ գործեց, հիմա էլ Կոստենկովն է սխալվում անմեղ իրավիճակում Հրաշալի խաղարկումներ Սելտայի ֆուտբոլիստների կողմից Սենեկ Քերիմյան փոխանցում նորից ուժեղ է ստացվում Սենեկ Քերիմյանի փոխանցումը Հերթական գրողներից մեկն է սկսում City-ն Գաբրիելյանն է խաղարկում դարպասապայի հետ Ակցիան Ուրեմն փոխեցին գրոյի եզրը City ֆուտբոլիստները Ղարիբյանի հետ խաղարկեցին Գաբրիելյանը մի փոքր շտապեց այստեղ
Հիմա երկար նետում Պապյանից տեսանք դեպի Դուրգարյանը, լավն էր Դուրգարյան փոխանցում, բայց Կոստենկովը պաշտպանությունում հիմա լավ գործեց։ Գաբրիելյանի հետ պայքարում հայկանները խախտեց Սենեկ Քերիմյանը։ Հրաշալի անցում տեսանք Արշակ Պողոսյանի կողմից, մանր խաղարկումներով տեսնում ենք փորձում են առաջ շարժվել City ֆուտբոլիստները, նրանք չեն շտապում այս պայն։ Փոխեցին նորից գրոյի եզրը, Ղարիբյան փոխանցում Պողոսյանին, տեսնենք Պողոսյան արված եւ պաշտպանին դիպչեց։ Ի վերջո վերջին պայն գնդակը եւ անկյունային է նորից լինելու Սելտայի դարպասին։ Խաղարկեցին նորից անկյունայինը City ֆուտբոլիստները, Ղարիբյան, պրեսինգ են ենթարկել Ղարիբյանին, բայց կարողանում է պահել իր մոտ գնդակը, Խլղացյանի հետ խաղարկեց, Խլղացյան տեսնենք, հեռար արված Խլղացյանից նորից պաշտպանն է, հեռացնում գնդակը և անկյունային նորից կտեսնենք Սելտայի դարպասին, հիմա էլ հեռար հարված կատարեց Ռոբ Խլղացյանը, Խաղարկեցին նորից անկյունային այստեղ City ֆուտբոլիստները, Պողոսյան լավն է նրա փոխանցումը, Ղարիբյանին փոխանցում նորից պաշտպանությունում լավ գործեց, Հարությունյանը հեռացնում է նորից գնդակը և հարված կտեսնենք Պապյանի դարպասից Հրաշալի փոխանցում դեպի Դուրգարյանը, բայց չկարողացավ պահել իր մոտ գնդակը հավետից Դուրգարյանը տեսնում ենք, որ Հորդառատ Անձրև է տեղում մեզ մոտ բայց հրաշալի հանդիպում է ընթանում խաղադաշտում մի փոքր դժվարությամբ են տեսնում ենք պաշտպանությունից դուրս գալի City ֆուտբոլիստները և նորից խլեց գնդակը Սելտան, Սենեկ Քերիմյան այստեղ անցումը չստացվեց Քերիմյանի հրաշալի խլում կատարեց այնտեղ Խլղացյանը, բայց իր սխալը եկավ և շտկեց այստեղ Գարիկ Սենեկ Քերիմյանը Եվ հիմա կարծես թե մի փոքր վնասվածք էր ստացել Ռոմիկ Սարգսյանը, բայց ամեն ինչ կարգին է մեզ մոտ խաղը շարունակվում է Առաջին խաղակեսի միջնամասն է այս պայն ընթանում 1-0 հաշվով հաղթում է Սելտան City-ին Պողոսյանի գեղեցիկ փոխանցումը տեսանք Ղարիբյանին հիմա բախում երկու թիմերի ֆուտբոլիստների կատարման, բայց շարունակում է հանդիպումը Ղարիբյան հրաշալի անցում փոխանցում և պաշտպանությունում լավ գործեց այսպես Խալացյանը նորից անկյունային արագ խաղարկեցին անկյունայինը City ֆուտբոլիստները Ղարիբյան փոխանցում Տուգանային հրապարակ նորից Խալացյանն է հեռացնում գնդակը նորից անկյունային կտեսնենք Սելտայի դարպասին Գաբրիելյան
թողնում է Կոստենկովին գնդակը, Կոստենկով հետ վերադարձեց Ղարիբյանին, նորից հետ Պողոսյանը, հրաշալի անցում Պողոսյանից, փոխում է եզրը, Խլղացյան կենտրոնում է հերվից արված Խլղացյանից և նորից հեռացված է գնդակը, երկրորդ տեմպով է ընթանալու Սիթի գրով, Պողոսյանն է անմեղ իրավիճակում սխալվում, բայց Խլղացյանը հեռացնում է գնդակը, հարվածեց հիմա Դուրգարյանը, բայց Մուրադյանն է փրկում իր թիմին, հիմա հակառակ ուղղությամբ անկյունային հարված կտեսնենք, փոքր վտանգավոր գործեցին այստեղ իրենց կիսադաշտում Սիթի ֆուտբոլիստները, փոխանցում Տուգանային հրապարակ, բայց նորից անցավ գնդակը Սիթին, Պողոսյան հրաշալի փոխանցում Բաղրամյանին չկարողացավ այստեղ էլ ֆիքսել գնդակը Բաղրամյանը և հիմա հանգիստ հարկումներով շարժվում են առաջ Սելտայի ֆուտբոլիստները նորից հեռար հարված տեսանք Դավիթ Հարությունյանից, բայց այս անգամ չեղընթացավ Հարությունյանի հարվածը Խլղացյանը հիմա խաղարկեց գնդակը Պողոսյանի հետ, շարժվում է առաջ Պողոսյանը, ձախեցնում է, բայց հիմա հրաշալի է գործում պաշտպանությունում տեսնում ենք Արամ Ենգիբարյանը, թույլ չտալով այդ փոխանցումը անցնի իրենց Տուգանայինների մատույցներ, հրաշալի անցում Պողոսյանից, բայց չստացվեց, այստեղ հիմա հակագրող կարող է լինել Սելտայի կողմից, Դուրգարյանը հրաշալի անցում, բայց Կոստենկովն է հիմա գերազանց գործում պաշտպանությունում նորից Կոստենկով և եզրային նետում ի վերջո վաստակեց այստեղ Սելտան Հալացյան փոխեց եզրը գրոյի Հալացյանը Ենգիբարյան կենտրոնում է երկար փոխանցումը չստացվեց գնդակը դիպչեց Պողոսյանին այստեղ և հիմա խլում է գնդակը Բաղրամյանը և շարժվում առաջ ձախ եզրով Բաղրամյան փոխանցում Հարությունյանն է հիմա լավ գործում պաշտպանությունում, բայց մնում է մնալ Սիթի մոտ գնդակը, Բաղրամյան նորից ձախ եզրում է Բաղրամյանը, փոխանցում Սարգսյանին, տեսնենք հարված կլինի թե ոչ, բայց հիմա սխալ փոխանցում կատարեց այստեղ անմեղ իրավիճակում, Սարգսյանը նորից խլեց գնդակը, արագ Սիթին հերվից հարված հիմա Արշակ Պողոսյանը հարվածեց, բայց չեղընթացավ Արշակ Պողոսյանի այս հարվածը, տեսնում ենք այս րոպեներին մի փոքր թիմերի կատարմամբ խոտանը շատ է եղանակն էլ կարող է հանգարել թիմերին փոխանցումներ կատարելիս նորից Սիթին է անցել գրոյի Պողոսյան կենտրոնում է, բայց նորից խլեցին գնդակը նրանից, նորից անցավ Սիթին գնդակը արագ Արամյան հետ է ուղարկում Գաբրիելյանին, արագ խաղարկում է Սիթի ֆուտբոլիստների կողմից, Խլղացյան, Պողոսյան, հրաշալի անցում, Պողոսյանը հարված փակեց, այս հարվածի ճանապարհը Հարությունյանը, հրաշալի գործեց նորից Արշակ Պողոսյանը, նորից նայեք գնդակով և Տուգանային է վաստակում, հիմա Մանչեսթեր Սիթին, տեսնենք այս Տուգանային ինչպես կիրացնեն Սիթի ֆուտբոլիստները, Խլղացյանն է գնդակի մոտ, նա էլ հեռար հարվածների մեծ վարպետ է, տեսնենք ինչպես հիմա այս ստանդարտը կիրացնեն, Խլղացյան, հարված, բայց չեղընթացավ Խլղացյանի հարվածը, հափուկ հարված կատարեց տեսնում ենք այստեղ Խլղացյանը, բայց այս պահին արդյունք չտվեց այդ հարվածը իր թիմին երկար փոխանցում Դուրգարյանին, պահում են իրենց մոտ գնդակը
Սելտայի ֆուտբոլիստները։ Հերյան փոխում է եզրը, ուղարկում է կենտրոն դեպի Դավիթ Հարությունյան, Հարությունյան փափուկ փոխանցում ուղղված էր Սենեկ Կերիմյանին, բայց հեռացնում են City պաշտպանները գնդակը։ Նշեմ, որ այս զույգի հաղթողը մրցելու է Ատլետիկո Կադիս զույգի հաղթողի հետ, այնտեղ էլ շատ դրամատիկ պայքար ընթացավ առաջին մրցավեճում, որտեղ կարողացավ դժվարին պայքարում հաղթանակի հասնել Ատլետիկոն Կադիսի նկատմամբ 2-1 հաշիվը գրանցվեց։ Հինգ րոպե առաջին խաղակեսի ավարտին մնացել սիրելի ֆուտբոլասերներ, այս պայն միակ այս խաղում գոլ հեղինակը Դավիթ Հարությունյանն է, հեռար գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը, հիմա նորից Խլղացյանն էր հարված կատարում, բայց փակեցին նորից պաշտպաններ այս հարվածը։ Ընդհանուր դիմակայության հաշիվն էլ 4-3 է օգուտ Մանչեսթեր Սիթի։ Սելտան է գրում, փոխանցում Ղարիբյանն է հեռացնում գնդակը։ Մի փոքր տեսնում ենք այս րոպեների ընթացքում խաղի տեմպը ընկավ։ Երկար նետում ենք տեսնում, փոխանցեցին դեպի Հարությունյանին, Հարությունյան և ուգանային հարված է վաստակում այստեղ Սելտան։ Հենց դուժողն է կարծես թե գնդակի մոտ, հիմա խորհրդակցում են Սելտայի ֆուտբոլիստները միմյանց հետ այս ստանդարտը ինչպես իրացնեն, բայց ի վերջո հարված է կատարելու Դավիթ Հարությունյանը, տեսնենք։ Սուլի չկա, Հարությունյան հերվից հարված փրկում է Մուրադյանը իր թիմին և հեռացված է գնդակը։ Ղարիբյանը շարժվել առաջ, այստեղ էլ հրաշալի գործեց Գորյանը Ղարիբյանի հետ պայքարում և Սիթիին է գնդակը։ Նորից անցավ հերթական գրոհի Սիթին Պողոսյան։ Կենտրոնում է խաղարկում է Սարգսյանի հետ, փոխանցում է չստացվեց այստեղ Ռոմիկ Սարգսյանի։ Հալացյան խաղարկում է Հարությունյանի հետ գնդակը, չեն շտապում հիմա տեսնում ենք Սելտայի ֆուտբոլիստները։ Բուլգարյանն է հիմա էլ տեղակայվել աջ եզրում, Հարությունյանի հետ խաղարկեց, Հարությունյան հերբից հարված, նորից Մուրադյանն է փրկում հրաշալի սեյվով իր թիմին, նորից մնում է գնդակը Սելտայի մոտ։ Գորյանն է շարժվում առաջ ձախ եզրում, ձախ եզրով փոխանցում Դուրգարյանին, Դուրգարյան հարված և գոլ! 2-0 ավետից Դուրգարյան կրկնապատկում է իր առավելությունը Սելտան։ Ավետից Դուրգարյան 2-0 ընդհանուր դիմակայության հաշիվը դարձավ 4-4 մեզ մոտ, հենց առաջին խաղակեսի վերջնամասում կարողացավ կրկնապատկել իր առավելությունը Սելտան և հիմա հավասար է հաշիվը ընդհանուր դիմակայությունում
անցած խաղում էլ հիշում ենք, որ Սելտան հենց առաջին խաղակեսում կարողացավ 2 գոլի հեղինակ դառնալ, բայց երկրորդ խաղակեսում կարողացավ Սիթին կամային հաղթանակ տանել, 4 գոլ հեղինակեցին Սիթիի ֆուտբոլիստները։ Հիմա կարծես թե նույն սցենարն է այս պահի դրությամբ ընթանում։ Դուրգարյանը նորից հարված կատարեց, բայց շեղ ընթացավ, տեսնենք ինչպես կարձագանքի այս գոլին Մանչեսթեր Սիթին։ Վերջին րոպեն է ընթանում մեզ մոտ առաջին խաղակեսի ավարտի։ Եվ վեր, սիրելի ֆուտբոլասերներ, առաջին խաղակեսը մեզ մոտ ավարտված է 2-0 հաշվով այս պահին Սելտան հաղթում է Սիթիին, հիմա ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադարձանք եւ երկրորդ խաղակեսը մեկնարկել է մեզ մոտ առաջին խաղակեսից հետո 2-0 հաշվով այս պահին հաղթում է Սելտան Սիթին, ընդհանուր դիմակայության հաշիվն է 4-4։ Հավասար պայքարում ընթացավ առաջին խաղակեսը, մի փոքր կարծես թե առավելություն ուներ հարվածների առումով Սիթին, տեսնենք հիմա ինչ կառաջարկեն երկրորդ խաղակեսում թիմերը, հիմա շատ արագ անցնենք թիմերի հայտարարություններին։ Սելտայի դարպասը պաշտպանում է համար 1 Լեո Պապյանը, համար 4 Ավետիս Դուրգարյան, համար 5 Աշոտ Բորյան, համար 7 Դավիթ Հարությունյան, համար 10 Արման Պալջյան, թիմի ավակ համար 11 Գարիկ Սենեկ Քերիմյան, համար 12 Դավիթ Հարությունյան, համար 17 Արամ Ենգիբարյան եւ համար 30 Արի Խալացյան։ Սիթիի դարպասը պաշտպանում է համար 1 Վահե Մուրադյանը, համար 4 Ռոբ Խլղացյան, համար 6 Ռոմիկ Սարգսյան, թիմի ավակ համար 7 Անատոլի Գաբրիելյան, համար 8 Անդրանիկ Բաղրամյան, համար 14 Արշակ Պողոսյան, համար 17 Գերա Կոստենկով եւ համար 19 Ռաֆիկ Ղարիբյան։ Տեսնում ենք Սելտան է ացել գրոյի եւ հարվածը չստացվեց այստեղ։ Ենգիբարյանի առաջին հարվածը տեսանք այս խաղակեսում Սելտայի կողմից։ Հրաշալի փոխանցում թիկունքից տեսանք դեպի Արամ Ենգիբարյանը, բայց վերջինս չկարողացավ արդյունքի հասնել։ Նորից հերթական գրոներից մեկն է սկսում Սիթին, Կոստենկով փոխանցում Սարգսյանին եւ չկարողացավ հարված էլի վերջո այստեղ Ռոմիկ Սարգսյանը վերցեց գնդակը Պապյանը, սկսեց իր թիմի գրոհը եւ Ենգիբարյանի փոխանցումն էլ այստեղ եզրափակում չունեցավ։ Երկար փոխանցում նորից Խլղացյանի կողմից Պողոսյանին էր ուղված, աչեզրում Կոստենկովն է, խաղարկեց Պողոսյանի հետ, լավ խաղարկում, Գաբրիելյան փոխանցում չստացվեց Գաբրիելյանի փոխանցումը այստեղ։ Հրաշալի պաշտպանությունից դուրս եկան Սելտայի ֆուտբոլիստները, բայց կարողացավ խլել գնդակը։ Տեսնում ենք Սիթի ֆուտբոլիստը Կոստենկովն է իմել աչեզրում եւ անկյունային է ի վերջո վաստակում այս իրավիճակում։ Խաղարկեցին գնդակը Խլղացյան, փոխանցում եւ վերջին պահին Հարությունյանն է հեռացնում գնդակը, նորից կլինի անկյունային հարված Սելտայի դարպասին։ Խաղարկեցին նորից գնդակը այստեղ Սիթի ֆուտբոլիստները հիմա էլ բարձր է հարվածում
Խելգացյան այս դրվագում Այստեղ մի փոքր շտապեց Դավիթ Հարությունյանը փոխանցում կատարելիս Տեսնում ենք, որ Սելտայի կազմում փոփոխություն եղավ և խաղադաշտ դուրս եկավ Արման Պալջյանը Հերթական գրողներից մեկն է սկսում Սիթին Մուրադյան երկար փոխանցում հարված Ղարիբյանից, բայց ի վերջո որսած գնդակը այստեղ Պապյանը և երկար նետում կատարեց Դուրգարյանին հրաշալի անցում Դուրգարյանից տեսնենք Դուրգարյանը հարված Մուրադյանն է փրկում իր թիմին շարունակվում է մնալ Սելտայի մոտ գնդակը Բորյան հիմա էլ Խելգացյանն է հեռացնում գնդակը ինչ պայքար է ընթանում հիմա խաղադաշտում Փոխտի փոխ գրողներ ենք տեսնում թիմերի կատարմամբ այս րոպեների ընթացքում Խաղի տեմպը բարձր է Երկար նետում ենք տեսնելու հիմա Սելտայի ֆուտբոլիստի կողմից Գաբրիելյանը հեռացրեց այստեղ Եվ վերջին պահին դիպավ գնդակը Սելտայի խաղացողին եզրային նետումը լինելու է Սիթիին Ղացյան հիմա հանգիստ խաղարկեց Գաբրիելյանի հետ և Գաբրիելյանը սկսի իր թիմի գրողը Մանր խաղարկումներով շարժվում են առաջ այստեղ Սիթի ֆուտբոլիստները նորից երկար փոխանցում Խելգացյանի կողմից Ասավ գնդակը Կոստենկովին փոխանցում Ղարիբյանն է այստեղ Կոստենկով նորից թողնում են Պողոսյանին արված բարձր արվածեց Արշակ Պողոսյանը Լավ խաղարկեցին հիմա այս գրոհը տեսնում ենք Սիթի ֆուտբոլիստները նորից մի բան վերջին պահին պակասեց այստեղ Սիթի խաղացողների մոտ եզրափակումը վերջնական տեսնում ենք չի ստացվում Սիթի ֆուտբոլիստների մոտ բայց նորից գրոհում են նրանք Կոստենկով աչեզրում է փոխանցում հեռացված է գնդակը Պալջյանն է պահում իր մոտ գնդակը փոխանցեց Դուրգարյանին Չի շտապում Դուրգարյանը շարժվում է առաջ Դուրգարյանը մտնում կենտրոն Փոխանցեց ի վերջո Խալացյանին հիմա չեն շտապում տեսնում ենք Սելտայի ֆուտբոլիստները նորից աղարկում Խալացյան փոխանցումը ուժեղ էր այստեղ Անդի Խալացյանին Հրաշալի խաղարկումներ Սիթի ֆուտբոլիստների կողմից Ղարիբյան հրաշալի անցում հարված փակում են Ղարիբյանի հարվածի ճանապարհը բայց անկյունային է վաստակել այստեղ Սիթին նորից արագ խաղարկում Պողոսյան եւ հետ վերադարձ դեպի Մուրադյանը Մուրադյանն է երկար փոխանցում է կատարում Տուգանային հրապարակ վտանգավոր է Պապյանն է սխալվում այստեղ տեսնենք խառը իրավիճակ է հիմա Սելտայի Տուգանայինների մատույցներում բայց կարողացան հեռացնել գնդակը Ի վերջո Սելտայի ֆուտբոլիստները վտանգավոր էր կարող են հիմա պատժվել Սելտայի ֆուտբոլիստները Այս դրվագում բայց փրկվեցին Հիմա ճնշում է գործադրել Սիթին այս րոպեների ընթացքում Ղարիբյան
Եվ ձեռքին դիպավ վերջին պահին գնդակը Ղարիբյանի։ Հերվից հարված Հարությունյանի կողմից փրկեց իր թիմին Մուրադյանը։ Արեմյան փոխում է գրոյի եզրը ուղարկելով Խլղացյանին շարժում է առաջ Խլղացյանը աջ եզրում է Խլղացյանը, բայց փոխանցման ճանապարհը փակեցին նորից Սելտայի խաղացողները։ Հարկեցին այստեղ City ֆուտբոլիստները հարված տեսանք Պողոսյանի կողմից նորից անկյունային կլինի Սելտայի դարպասին։ Հարկեցին անկյունայինը նորից, տեսնենք Սարգսյան թողնում է Խելղացյանին գնդակը, փոխանցում Պողոսյանին, Պողոսյան փոխանցում հեռացված է գնդակը, շարունակում է մնալ Պողոսյանի մոտ գնդակը, Սարգսյան չկարողացավ հարված կատարել այստեղ։ Ռոմիկ Սարգսյանը հրաշալի փոխանցում կատարեց Արշակ Պողոսյանը տեսնում ենք։ Ես աչ եմ խաղում։ Կարելի է։ Արի մտի էլի։ Զամեն չունի։ Շարժվի է։ Ստացի դերնոս։ Արի։ Խելղացյանը երկար փոխանցում է Ղարիբյանին, տեսնում ենք Ղարիբյանը երկրորդ խաղակեսում առջևից է գործում։ Հրաշալի անցավ այստեղ Խալացյանը, բայց հիմա այլ եղեցիկ խլում տեսանք Խելղացյանի կողմից այս դրվագում։ Ուսում է Սարգսյանին, Սարգսյան, բայց խլեցին նորից գնդակը Սարգսյանից։ Լիբարյանն է հիմա շարժվում առաջ, թողնում է գնդակը Հարությունյանին, փոխում է եզրը Հարությունյանը, Խալացյանի հետ է խաղարկում, հիմա Խալացյանն է սխալվում այստեղ Պողոսյան, հիմա անցում կատարեց այստեղ Պողոսյանը, փոխանցում Ղարիբյանին, տեսնենք փոխանցում, Ղարիբյանի փոխանցման ճանապարհը փակված է։ Հարված կատարեց Բաղրամյանը, բայց շեղեր Բաղրամյանի հարվածը։ Նորից անհաջող գործողություն տեսանք Սելտայի ֆուտբոլիստների կողմից։ Խելղացյան փոխանցում Ղարիբյանի, Ղարիբյան հարված եւ մի փոքր շեղ ընթացավ Ռաֆիկ Ղարիբյանի հարվածը այստեղ։ Հարությունյանն էր խոտած աչքին տեսնում ենք, բայց ամեն ինչ կարգին է վերջինիս մոտ։ Հարված կտեսնենք Պապյանի դարպասից։ Տանգավոր են գործում այստեղ Սելտայի ֆուտբոլիստները, բայց կարողացան իրենց կիսադաշտից դուրս գալ, Դուրգարյանն է այստեղ հրաշալի գործում, հիմա խախտում Սենեկ Քերիմյանի հետ պայքարում Գաբրիելյանը կոպիտ գործեց Գարիկ Սենեկ Քերիմյանի հետ պայքարում
Հիմա Տուգանային է վաստակել Սելտան նորից գնդակի մոտ է Դավիթ Հարությունյանը Սուլի չկա տեսնենք հարված պատին դիպչեց գնդակը Հարությունյանի հարվածից հետո կարող է հակագրել Սիթին, բայց խլեցին գնդակը Ղարիբյանից հիմա հեշ պայքար է ընթանում խաղադաշտում շատ արագ վերադարձնում է Սիթին գնդակը Պողոսյան նորից գեղեցիկ անցում Պողոսյանից Ղարիբյան հարված եւ Պապյանն է մի փոքր դժվարությամբ Որսում այստեղ գնդակը Նայլ հերվից հարված Որցեց կատարել Ռաֆիկ Ղարիբյանը անցավ նորից Սիթին գնդակը Կոստենկովի փոխանցումն էլ փակված է 10 րոպե մնաց սիրելի ֆուտբոլասերներ հանդիպման ավարտին 2-0 հաշվով այս պահին հաղթում է Սելտան Սիթին ընդհանուր դիմակայության Հաշիվը 4-4 է, նշեմ, որ այս հաշվի պարագայում թիմերը կանցնեն 11 կետրանց հարվածաշարի, բայց դեռ շատ ժամանակ կա, տեսնենք ինչպես ավարտվի այս հանդիպումը, հիմա էլ անկյունային հարված են վաստակել Սելտայի ֆուտբոլիստները, Փոխանցում Տուգանային հրապարակ Գաբրիելյանն է հեռացնում գնդակը հիմա կարող է հակագրող լինել Սիթի ֆուտբոլիստների կողմից, բայց հրաշալի սահանքում կատարեց այստեղ Հարությունյանը եւ Սելտայինն է լինելու գնդակը Հարությունյան, երկար փոխանցում Տուգանային հրապարակ հիմա էլ Կոստենկովն է հեռացնում մնալու է գնդակով Սելտան նորից Հարությունյան աչեզրում է հայտնվել Հարությունյանը փոխանցում հիմա էլ Գաբրիելյանն է հեռացնում գնդակը Նորից, չէ! Եի վերջո կարողացան եզրային ներում կորզել այս իրավիճակում Սելտայի ֆուտբոլիստները Սելտան է անցել գրոյի Հարությունյան փոխանցում և Տեսնում են գնդակը մնացել է դաշտի սահմաններում, այստեղ խառը իրավիճակ էր հարվածի վերջո տեսանք Սելտայի ֆուտբոլիստի կողմից, բայց շեղ ընթացավ, խառնը շփոթ էր, տեսնում ենք Սիթի Տուգանային հրապարակում Մուրադյանի կողմից երկար փոխանցում Էպի Սելտայի Տուգանային հրապարակ Բորյանն է հիմա հեռացնում մի փոքր առաջ գնդակը բայց Ղարիբյանին դիպչեց գնդակը վերջին պահին Եկավ
Լավ խաղացում էր Հարությունյան Պողոսյանն է նրա այդ պայքարում այստեղ փորձեց խլել Պողոսյանը գնդակը, բայց պահեցին Սելտայի ֆուտբոլիստները իրենց մոտ հիմա Կոստենկովն հրաշալի գործում պաշտպանությունում լարված րոպեներ են տեսնում ենք մեզ մոտ Հարությունյան Քերիմյանի հետ է խաղարկում հրաշալի սահանկում տեսանք Խլղացյանի կողմից Սարգսյան Ճիշտ ապում Սարգսյան, այստեղ Խլղացյան երբից հարված, բայց շեղ էր Խլղացյանի հարվածը Նորից հերթական գրողներից մեկն է կազմակերպում Սելտան, Սենեկ Քերիմյանն է հիմա սխալվում Ապրիլյանը խլեց գնդակը դեպի Մուրադյանը Պողոսյան հիմա էլ աչ եզրում է տեղակայվել ներողություն Պողոսյանը բայց փոխանցումը հիմա թույլ էր այստեղ Արշակ Պողոսյանի Հարությունյանը խլում է գնդակը փոխանցում արագ վերադարձեց նորից գնդակը Սիթին Պողոսյան երկար փոխանցում դեպի Խլղացյանը հրաշալի փոխանցում Խլղացյան հեռացված է գնդակը այստեղ 5 րոպե մնաց հանդիպան ավարտին հաշվի մեջ դեռ փոփոխություն չկա այս խաղակեսում թիմերից ոչ ոք չեն կարողացել գոլի հեղինակ դառնալ հետաքրքիր հանդիպում է ընթանում Նշեմ, հիշեցնեմ, որ ընդհանուր դիմակայության հաշիվն է 4-4, այդ հաշվի պարագայում տեսնենք 11 մետրանոց հարվածաշար հիմա վտանգավոր էր Ղարիբյանի հարվածից հետո պաշտպանին դիպչեց գնդակ և անկյունային է լինելու Սելտայի դարպասին Ղարիբյանն է գնդակի մոտ փոխանցում Տուգանային հրապարակ Կոստենկով գոլ! Հրաշալի գոլ հեղինակ է դառնում Գեռա Կոստենկովը հաշիվը դարձնելով 2-1 Գեռա Կոստենկով 2-1 ընդհանուր դիմակայության հաշիվն է 5-4 օգուտ Սիթի հրաշալի տեսնում ենք գլխի հարված կատարեց Գեռա Կոստենկովը և գոլ հեղինակ դարձավ հիմա Սիթին արդեն առջևում է ընդհանուր հաշվում 1 գոլ է պետք Սելտային ընդհանուր հաշիվը հավասարեցնելու համար Տեսնենք ինչպես կպատասխանեն այս գոլի Սելտայի ֆուտբոլիստները Այլ Սարգսյանի հրաշալի անցումը տեսանք հենց խլեցին գնդակը վտանգավոր էր հիմա Փոքր շտապեցին այստեղ Սելտայի ֆուտբոլիստները Պողոսյան հրաշալի անցում, Պողոսյան թողնում է Բաղրամյանին հարված և բարձր հարվածեց ի վերջո Անդրանիկ Բաղրամյանը այստեղ
Վերջին րոպեներն են ընթանում մեզ մոտ։ Սիրելի ֆուտբոլասերներ, 2-1 հաշվով այս պահին հաղթում է Celta City-ին, բայց նրանց մեկ գոլ է հարկավոր։ Այս խաղում հիմա Հարությունյանը նորից հերվից հարվածից փակեցին նրա հարվածի ճանապարհը պաշտպանները։ Շարունակում են մնալ Celta-ի մոտ գնդակը, Բորյանն է գնդակով, երկար փոխանցում Տուկանային հրապարակ, հեռացված է գնդակը, հիմա վնասվածք են ստացել այստեղ բախում տեղի ունեցավ թիմերի երկու խաղացողների միջև, բայց կարծես թե խաղի մրցավարը դիտելու է դրվագը։ Տեսնում ենք որոշումը կայացրեց խաղի մրցավարը այստեղ եւ 11 մետրանոց է նշանակում City-ի դարպասին, խաղի կանոնները խախտել էր այս դրվագում Վահե Մուրադյանը Celta-ի խաղացողի նկատմամբ եւ հիմա լավ հնարավորություն է ստացել Celta-ն ընդհանուր դիմակայության հաշիվը հավասարեցնելու համար, տեսնենք Հարիկ Սենիկ Քերիմյանն է վերցրել գնդակը, շատ մեծ պատասխանատվություն նրա վրա կա, թիմի ավակն է, վերջին րոպեն է, հանդիպման ավարտին լարված, վերջաբան կարող է լինել, տեսնենք հիմա, Սենիկ Քերիմյան ընդդեմ Մուրադյանի սուլիչը կա, Գարիկ Սենիկ Քերիմյան, հարված և գոլ, 3-1 Եվ վերջ սիրելի ֆուտբոլասերներ հանդիպումն ավարտված է Celta-ն հաղթեց City-ին 3-1 հաշվով եւ անցնելու ենք մենք 11 մետրանոց հարվածաշարների Տեսնում ենք մեկնարկել է 11 մետրանոց հարվածաշարը, հարված հիմա 1-0 City-ն բացում է հանդիպան հաշիվը Վահե Մուրադյան։ Վահե Մուրադյանը դիպուկ իրացրեց առաջին 11 մետրանոցը City կատարմամբ հիմա գնդակին է մոտեցել Գարիկ Սենիկ Քերիմյանը, տեսնենք ինչպես կիրացնի Celta-ի ավակը սուլիչը կա Սենիկ Քերիմյան ընդդեմ Մուրադյանի Հարված և գոլ, դիպուկ է իրացնում Սենիկ Քերիմյանը 1-1 Գնդակը վերցրել է Խելղացյանը երկրորդ հարվածը City ֆուտբոլիստների կողմից Մեկ մետրանոց հարվածաշարում Լեո գնդակին Խելղացյան Հարված և գոլ Մենակ դարձավ Ռոբ Խելղացյանը Գնդակը վերցրել է Դավիթ Հարությունյան, տեսնենք երկրորդ հարվածը Celta-ի կողմից Սուլիչը կա, Դավիթ Հարությունյան հարված է, նորից գոլ է Երկու տեսնում ենք դիպուկ են իրացնում այս պահին թիմերի խաղացողները 11 մետրանոցները հիմա թիմի ավակն է վերցրել City գնդակը տեսնենք Գաբրիելյան ընդդեմ Պապյանի սուլիչը կա Գաբրիելյան հարված և վերջո հայտնվում է դարպասում գնդակը Երորդ հարվածը կտեսնենք Celta-ի կողմից Պալջյանն է գնդակի մոտ Պալջյան հարված և դարպասացողի դիպչեց գնդակը Վրիպում է այստեղ տեսնում ենք Արման Պալջյանը և լավ հնարավորություն ստանում City-ն արդեն 3-2 է Լեո, Հաշիվը 4-րդ հետ ես բերում, Լեո։ իրացնողը City Գարջան, Արիբյան հարված և վրիպում է
Հիմա էլ Ռաֆիկ Ղարիկյանը շեխ արվածեց այստեղ City-ի ֆուտբոլիստը Մեկական վրիկում տեսանք թիմերի կողմից Հարվածին է մոտենում Դավիթ Հարությունյանը Բաբջան սառնասի Դար մենակ չես։ Զուրի չկա տեսնենք Հարված կատարեց Դավիթ Հարությունյանը այստեղ Վերջին հարվածը տեսնենք City կողմից Սարգսյանն է գնդակի մոտ Սարգսյան Ռոմիկ Սարգսյանը լավ հնարավորություն է հիմա ստանում Սելտան Առաջ շարժվելու տեսնենք վերջին հարվածը կատարելու է Ավետիս Դուրգարյանը լճռորոշ հարված Դուրգարյանն ընդ է Մուրադյանի հարված գոլ Սելտան քառորդ եզրափակում է Վերսիրելի բարեկամներ հանդիպումն ավարտված է Սելտան 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց City-ին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ փուլ